Տաղեկյանի գործից վերջերս Գյումրիում Կումայրի բաժնի 8 աշխատակից բռնի ուժով բերման ենթարկեցին Լիլիթին եւ նրան բերման ենթարկեցին հողաթափերով եւ գիշերազգեստով հենց իր մոր աչքի առաջ եւ որքանով մենք ենք տեղյակ նրա հետ շատ վատ են վարվել տեսախցիկների առաջ մերկացրել են որպեսզի մարմնի զննում իրականացնեն փորձենք հասկանալ որքանով է նորմալ իրավական տեսակետից ու նաեւ բարոյական տեսակետից նման պահվածքը Նախ զննությունը չի կարելի իրականացնել տեսախցիկների առջև, դա քննչական գործողություն չէ, հետևաբար սա իրավական այդ գործընթացի ներքո բացարձակ ապօրինություն է եւ իրավական տեսակետից ուղղակի կամայականություն եւ քմահաճույք տվյալ ապօրինի հրամանը արձակողի կողմից, իսկ տվյալ ապօրինի հրամանը արձակվել է Կումայրի բաժնի ոստիկան պետ Կարեն Գևորգյանի կողմից, հետևաբար այս ապօրինությունը պետք է գնահատականի արժանանա միանշանակ, ցավում եմ, որ այս միանշանակ գնահատականի արժանանալու փոխարեն մենք ունենք շուրջ 5 օր լռություն իրավապահ մարմինների կողմից, մասնավորապես Տիկին Դատախազը դեռ չի արձագանքել, այսօր մենք լսեցինք, որ մարդու իրավունքների պաշտպանն է ինչ-որ հայտարարություն տարածել, իսկ երեք ՆԳՆ ինչ-որ մամուլի քարտուղար մեկը հանդես էր եկել եւ ասել էր նման բան չկա, ես իհարկե նրանց պատասխանեցի եւ Արփինե Գրիգորյան թե Գևորգյան է նախարարի ազգանունը Տիկին նախարարին էլ հորդորեցի, որպեսզի նա նույնպես այդ շրջագայությունը, այսպես կոչված, իրականացնի ինչ-որ տեղի է ունեցել Լիլիթ Աղեկյանի հետ Եվ նաև բացի տեսախցիկները եւ հրապարակի տեսախցիկներում արկա տեսաձայնագրությունները, թե ինչով է զբաղվել այդ Կարեն Գևորգյանը Կումայրի բաժանմունքում, ինչ հանդիպում է ունեցել Լիլիթ Աղեկյանի հետ, ինչ է խոսացել նրա հետ, ինչպիսի հրաման է արձակել։ Ամբողջ տարածքները տեսաձայնագրվում են այն էլ կենտրոնական համակարգի կողմից։ Այդ ձայնագրությունները իրենց հասանելի են։ Ինչ են արել Լիլիթ Աղեկյանի հետ Կումայրի բաժանմունքում։ Բացի այդ Երկու անգամ շտապօգնության մեքենա է եկել, բացի այդ Լիլիթ Աղեկյանը տեղափոխել են հիվանդանոց, բացի այդ բժիշկը ցույցում է տվել, որ Լիլիթ Աղեկյանի նկատմամբ պետք է անցկացվի MRT հետազոտություն, չեն արել, ձեռնաշխտան ձեռքը պահած, կապտած էր Լիլիթ Աղեկյանի ձեռքը, ես այսօր եմ տեսել, տեղափոխել են դատարանում քանի ժամ պահել են, շուրջ, հիմա ասեմ ձեզ, 45 ժամ Լիլիթ Աղեկյանը չի սնվել եւ այդ շուրջ 45 ժամը հիմնականում 45-ից 30 քանի ժամը եղել է ոստիկանության անմիջական վերահսկողության ներքո այդ մեր տիկին նախարարը այդ իր մամուլի խոսնակը այսրանց ինչու չի արձագանքում հաց տվել եք Լիլիթ Աղեկյանին Հաց առաջարկել եք Լիլիթ Աղեկյանին, ինչու է Լիլիթ Աղեկյանը այդ ժամերի ընթացքում այդ սոված վիճակում եւ հրաժարվել է ջրից, որովհետեւ վախեցել է, որ դուք իրեն կթույնավորեք։ Այդ ամբողջ ընթացքում ֆիզիոլոգիական հատուկ վիճակում պատտվել այստեղից այնտեղ ոստիկանության բաժանմունքից մեկ այլ ոստիկանության բաժանմունք քննչական կոմիտե դատարաններ հիվանդանոց հետո վերջո հանգրվանել է Աբովյան քրեակատարողական հիմնարկում։ Այս պատասխանատու հարցեր են։ Այդ պատասխանատու հարցերի արձագանքը պետք է լինի ձեր կողմից տրամադրված քննությունը, որը չեք կատարել։ Ամոթ ձեզ։ Տիկին Փոստաջյան, քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը այսօր ազգային ժողովում էր եւ կեղծ փաստեր նա հնչեցրեց, որտեղ որ մեղադրում էր Լիլիթ Աղեկյանին Սիրելի հայրենակիցներ, եւս մեկ անգամ դիտենք տեսանյութ, որպեսզի ավելի մանրամասն կերպով հասկանանք, թե խոսքը ինչի մասին էր։ Լիլիթ Աղեկյանը վերաբերել քրեական վարույթը, որը մատնանշեցիք, Տիկին Գրիգորյան, ես գիտեմ, դուք որքանով եք ծանոթ քրեական վարույթներին, ես մի հատ հանգամանք կուզեմ նշեմ, մասնավորապես Լիլիթ Աղեկյանի վերաբերել բազմաթիվ քրեական վարույթներ են արկա, թե դատարանում, թե նախաքննության փուլում։ Մենք ի սկզբանե խափանման միջոց անազատության հետ չկապված խափանման միջոց ենք կիրառել։ Մեկ գործով, երկու գործով, երեք գործով, երբ որ ընդունում ես անազատության հետ չկապված խափանման միջոց,
Երբ որ դու տեսնում ես, որ այլևս այդ խափանման միջոցը չի չեզոքացնում անձի ոչ պատշաճ դատավարական վարքագիծը, վարույթ իրականացնող մարմինը ծայրահեղ ինչի է գնացել ծայրահեղ խափան միջոց կալանքի վերաբերյալ միջնորդություն ներկայացրել, որովհետև անձը թե դպրոցում խուլիգանություն կատարելիս անչափահաս երեխաների մասնակցությամբ եւ նկատմամբ Լիլիթ Աղեկյանի գործի մասին է խոսքը։ Անչափահաս երեխաների նկատմամբ եւ դպրոցի ամբողջ դպրոցի բնականon գործունեությանը կազմալուծել, կազմաքանդել եւ ընդ որում անձնական շարժառիթներով հաջորդը դատական նիստի բնականon process-ը խաթարել, դատավորին վիրավորել եւ այլն, դրա համար մենք ստիպված, հարկադրված գնացել ենք այդ ծայրահեղ խափան միջոցի։ Տիկին Պոստանջյան, սրա մասին ինչ կասեք։ Դե հիմա տեսեք, ասում եմ 1 գործով, 2 գործով, 3 գործով։ Ճիշտ, իրապես, այս Արտուր Պողոսյանի անունը ինձ ոչինչ չի ասում։ Առաջին անգամ լսեցի այս մարդուն այդ ամբիոնից եւ ցավում եմ բացեցի իր կենսագրությունը, ունի թերի կրթություն, սովորել է ինչ-որ իրավաբանություն բակալավրիատ, տղա ջան, այսպես եմ դիմում, հեգնանքով միգուցե, չեմ ուզում վիրավորել, բայց գնա կրթությունը շարունակի։ Դու կրթված չես, դու իրավաբանական գիտելիքների տեր չես։ Ուրեմն հիմա Այդ որ ասում ես, այդ քո քննիչները, այդ որ լավագույն քննիչներ ունես, որ Լիլիթ Աղեկյանի նկատմամբ պետք է ոչ թե այլ խափանման միջոց ընտրվել, ընդհանրապես Լիլիթ Աղեկյանի նկատմամբ պետք չէր քրական հետապնդում հարուցել, բայց այնուամենայնիվ, այդ որ ասում ես անհրաժեշտ է եղել, որ քանի որ Լիլիթ Աղեկյանը, չգիտեմ, բազմաթիվ գործերով դատարաններում են, չգիտեմ որտեղ են եւ այլն, արդեն Լիլիթ Աղեկյանի նկատմամբ դու ըստ քեզ ասացիր, որ քանի հատ չգիտեմ ինչ գործեր կան եւ այլն։ Այս քո կազմած փաստաթուղթն է նոր թարմ Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ։ Ես չգիտեմ ոնց ցույց տամ, ամսի 8-ին է կազմվել այս փաստաթուղթը, որտեղ գրված է Լիլիթ Աղեկյանը չդատված։ Այդ քանի հատ գործ ես նորից կարել, որի մասին մենք տեղյակ չենք, այդ բազմաթիվ գործերը, որով 1, 2, 3 ինչ-որ խափանման միջոցներ ես ընտրել, ստորագրություն չհեռանալու մասին, որ մենք տեղյակ չենք։ Մեզ կբացատրես, այո, կա մի գործ դատարանում, որը ուղարկել եք դատարան անցյալ տարի օգոստոսին, եւ ոչ մի դատական նիստ չի արվել այդ գործով դատարանում։ Քանի որ մի թերուս երևի համենայն դեպս ձեր նման ինչ-որ մեկը, թերի կրթությամբ, կազմել է մի թերի մեղադրական եզրակացություն, որը չէր տրամադրվել Լիլիթ Աղեկյանին, որը տարել եք, պարզվեց, որ ինչ-որ տուժող եք ճանաչել, Չիչոյանին, Արեգ Խաչատրյանին, Շիրակի մարզի դատախազին, նրա տեղակալին, ծանուցում էր դատարանը, որպեսզի այդ տուժողները, այսպես կոչված Լիլիթ Աղեկյանից կողմից տուժվածքները գան դատարան, պարզվում է նրանց տեղը անհայտ է։ Այդ նա պարզեիք էլի, որտեղ են գտնվում այդ դատախազը, մարզի դատախազը, մի մեծ մարզի դատախազի տեղը անհայտ է, դատարանը չի կարում գտնի, ծանոթագրեր գնում են հետ են գալիս, տեղակալի տեղը անհայտ է, չի կարում գտնի, գնում են հետ են գալիս, հետո պարզվում է նրանք նամակ են գրում դատարանին, որ իրենք տուժող չեն այդ գործով։ Մենք ես կբացատրեք այդ ինչ գործեր եք կարում, ուղարկում դատարաններ, խափանման միջոց ընտրում, որի մասին մենք տեղյակ չենք։ Մենք կբացատրեք նաև ստեղ։ Ինչու է մի քանի օր առաջ այդ ձեր տաղանդավոր քննիչ Միքայել Ավետիսյանը գրել Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ տեղեկատվություն, որը ես պետք է ընթերցեմ, քանի որ դուք չգիտեք այդ տեղեկատվության մասին, կամ չիմանալու տեղ եք ձեզ դրել, կամ էլ հատուկ է կեղծիք հրապարակում, որպեսզի խեղաթյուրեք հանրությանը։ Հիմա կարդում եմ Լիլիթ Հրաչի Աղեկյան, ծնված 2304-1975 թվական, Շիրակի մարզ, ազգությամբ հայ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, չդատված, հաշվառված, Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Խրիմյան Հայրիկ Խճուղի, 40 շենք, բնակարան 22, հասցեյում։ Հիմա ինձ կբացատրես, այդ ոնց ես դու, այդ քանի հատ գործեր ունես, չգիտեմ ինչ, արդեն իա մեղավոր ճանաչեցիր, ասեցիր, որ նա մեղավոր է, չգիտեմ ինչ, եւ դու այն մեծ դարի հանցագործ ես, ինչ որ ձերբակալել, հետո տարել կալանավայր,
Մի հատ ինձ կբացատրես, այս ինչի եք ընտրել ամսի 8-ը, 9-ը, 10-ը, որ ոչ աշխատանքային օրեր են։ Այդ ինչու եք ընտրել գիշերային ժամը։ Այդ ինչու եք ընտրել առանց ձերբակալման որոշման գնալ Լիլիթ Աղեկյանի բնակարան տարեց մոր մոտ, ձեռքերը ոլորել եւ գիշերային զգեստով տանել Կումայրի ոստիկանության բաժին։ Այդ ինչու է ձեր քննիչը, եթե պատրաստ էր, այդքան հրատապ էր, չունենալով ես որևիցե փաստաթուղթ, որ երբ Լիլիթ Աղեկյանին տարել են իր մոտ, ոչ մի քննչական գործողություն չի կատարել Լիլիթ Աղեկյանի հետ։ Ինձ կբացատրես այդ քո քննիչը, որ իր կաբինետում է Լիլիթ Աղեկյանը, չկատարելով այդ քննչական գործողությունները, հետո ինչի են տարել Լիլիթ Աղեկյանին ԶՎՊ, Մուզ բաժամունք Գյումրիի, Մուշի բաժամունք, եւ այնտեղ ինչ որ ինձ չի թույլ տվել, չի ներգրավել որպես պաշտպան, մենք կբացատրես այդ որ կարգով չի ներգրավել ինձ որպես պաշտպան, այդ քո քննիչը, եթե դուք այդքան արդար եք, ինչու չի ներգրավել, բերել է մի հատ հանրային պաշտպան, որը մի բառ չի խոսացել եւ այնտեղ քննչական գործողություններ են արել։ Այն պարագայում եւ Լիլիթ Աղեկյանին արդեն իսկ ստորացրել, նվաստացրել էին, մերկացրել էին եւ տեսախցիկների առջեւ զնություն էին իրականացրել։ Ինձ կբացատրես, այդ որ ասում ես խուլիգանություն է արել, իսկապես, այդ խուլիգանությունից այդ ով է տուժել, այդ դպրոցի մասին որ խոսում ես, դու տեղյակ ես այդ դպրոցում ինչ է կատարվել, տեղյակ ես դպրոցներում Գյումրիում ինչ է կատարվում, տեղյակ ես որ մանկահասակ երեխա են բռնաբարել դպրոցի հենց նույն սաները, դու տեղյակ ես դպրոցի տարածքում է դա տեղի ունեցել, տեղյակ ես որ դպրոցի տնօրենը ցանկացել է կոծկել, Լիլիթ Աղեկյանը բացահայտել է դա, դու տեղյակ ես, տղա ջան, կգնաս կտեղեկացվես, նոր կգնաս դատարան չէ, նոր կգնաս ազգային ժողովի ամբիոնից ելույթներ կունենաս, իսկ մինչ այդ ես քո մասին հաղորդում եմ հիմա ներկայացնելու հանցագործության մասին, որ կեղծ տեղեկատվություն ես տրամադրել եւ ինքդ ես հենց ունես անձնական շահագրգռվածություն Լիլիթ Աղեկյանին կալանավորելու եւ ապօրինի այդ կարած գործեր հրապարակելու մասով, ուրիշ բան չեմ կարող քեզ ասել։ Տիկին Փոստան ջան, եկեք մի պահ հիշենք նաև Չախոյանի գործը, որին Նորքի թաղապետը ծեծի էր ենթարկել այն բանի համար։ Ու եթերով, այո, որ նա կոռուպցիոն սխեմաներ էր բացահայտել, չկա նմանություն Լիլիթ Աղեկյանի գործի հետ, այսինքն ինչ է ստացվում։ Չախոյանը կոմերցիոն սխեմաներ է բացահայտում եւ ծեծի է ենթարկում։ Լիլիթ Աղեկյանը կոմերցիոն եւ կոռուպցիոն ռիսկեր է բացահայտում եւ ծեծի է ենթարկում։ Արդյոք սա խոսքի ազատության սահմանափակում չէ։ Դե տեսեք, Լիլիթ Աղեկյանի հիմա մեղադրանքի էությունը, այդ խուլիգանությունը եւ դատարանին վիրավորել է, որ խոսում էր անպագոր դատարանին է վիրավորել։ Տեսեք, դատարանը ձեզ դիմել է, հաղորդում ներկայացրել է, ինչ որ մի հատ ոստիկան կա, որը ինչ որտեղից ձայնագրություն է վերցրել, որտեղ Լիլիթ Աղեկյանը դատավորին ասում է կոռումպացված է եւ դա դիտել է որպես դատարանին վիրավորանք։ Դուք դատավորին նույնիսկ չեք հարցաքննել։ Դատի ժամանակ այդ հարցը բարձրացվել է, փակ դատի ժամանակ։ Այսօր Լիլիթն է ինձ պատմել։ Ոչ դատավորն է հարցաքնվել, ոչ այդ նույն այդ ինչ էր Արմինե Սուքիասյանը այդ դպրոցի տնօրենն է հարցաքնվել, ոչ մեկ չեն հարցաքնվել։ Մի հատ ինչ որ ձայնագրություն են գտել, բերել են, դրել են, ասել են, որ այս ձայնագրությունը մենք դիտում ենք որպես խուլիգանություն, որտեղ Լիլիթ Աղեկյանը, այո, արդարացիորեն դատարանում ասել է, որ այս տիկին այդ դպրոցի նախկին տնօրենը կոռումպացված է, ինչու է կոռումպացված։ Դրա վերաբերյալ հստակ կա փաստեր, փաստաթղթեր, փաստաթղթավորված կարճման որոշում կա, բայց ոչ արդարացման հիմքով։ Այդ նույն տիկինը, որը մեղադրվել էր պաշտոնական դիրքի չարաշահման մեջ, այսինքն պաշտոնական կեղծիք էր կատարել եւ նաեւ խոշոր չափերի յուրացում, այդ կինը ինքը իր ձեռքով գրել էր, որ խնդրում եմ կարճեք վաղեմության ժամկետ կիրառելով, բայց այդ գումարները, որ պարտավոր էր վերականգներ, այդ գումարների վերականգնումը շարունակում է ունենալ հանցակազմ մի բնույթ, այսինքն շարունակում է լինել խոշոր չափերի յուրացում, այսինքն դա չի հերքվել կոռուպցիան եւ կոռումպացվածությունը, այսինքն ինչ եք ուզում, որ այս քաղաքացիները, որոնք կոռուպցիայի դեմ պայքարում են, զերծ մնան կոռուպցիայի դեմ պայքարից, այս նույն
կոռուպցիոներներն է ձեզ բերեն կաշառքներ տան, որ դուք էլ լռեք։ Սա է ստացվում, այսինքն մենք ուրիշ երկրորդ տարբերակ չկա, սա է ամբողջ էությունը այս ամենի։ Տիկին Փոստանջյան, մեզ հասած տեղեկություններով Լիլիթ Աղիկյանի գործում ձեր որպես փաստաբան ներգրավելը մերժվել է։ Կասեք այս դեպքում ինչպես եք պատրաստվում պաշտպանել Լիլիթի իրավունքները։ Նախ Լիլիթը այնպես էլ այդքան էլ կորած մարդ չէ, Լիլիթը ունի բազմաթիվ ընկերներ եւ նաեւ համակիրներ, այդ թվում նաեւ փաստաբանական համայնքից, ովքեր պատրաստ են նրան տրամադրել իրավաբանական օգնություն եւ այդ պատրաստակամությունը հայտնել են։ Բողոքները իհարկե ես կգրեմ, Լիլիթը տակը կստորագրի, մեր գործընկերները կօգնեն մեզ, որպեսզի Լիլիթը բաշաճ կերպով ներկայացված լինի Վերաքննիչ դատարանում եւ այլ մարմիններում, բողոքական փուլում, դա միանշանակ այդ հարցը լուծված է լինելու։ Եվ այս ուղղությամբ նույնպես ես բողոքներ եմ ներկայացնել, որտեղ սա էլ է հանցակաց պարունակում, հենց նույն այս ինչ էր Արտուր Պողոսյան, այո, Արտուր Պողոսյանը ինքը պետք է պատասխանատվություն կրի, որովհետև այդ նույն գիշերը ես այնտեղից ոստիկանության բաժանմունքից իրեն էլեկտրոնային նամակ եմ ուղարկել, որ ինձ ներգրավեք որպես պաշտպան, ես նույնը ասել եմ այդ քննիչին այնտեղ բանավոր, Լիլիթ Աղիկյանը գրավոր է գրել, այդ իրավունքը մերժվել է ապօրինաբար, սա էլ հիմնարար իրավունք են մերժել, այսինքն մարդու հիմնարար իրավունքի մերժումը, այս քննիչը, որ ամպա գորգորը այնտեղ գորգռում է, քննիչեր, քննչական կոմիտեի, քննիչների, այո, այլ նույնիսկ կոմիտեի ղեկավար չի, որովհետև ինքը իջացրեց իր մակարդակը այդ կոմիտեի ղեկավար լինելուց տղաջանի կարգավիճակի ինքը դարձավ, իրեն պետք է տղաջանով դիմես, ասես մի հատ գնալ շարունակի կրթությունը, կրթվի նոր կգաս կխոսենք մենք։ Այդ իրավունքի իրացման հետ կապված իհարկե մենք բողոքարկելու ենք այս մերժումը, բայց բողոքներ կներկայացնենք եւ մի քանի օրվա հարց է Լիլիթ Աղիկյանը պետք է միանշանակ ազատ արձակվի, իսկ նրան խոշտանգողները պետք է պատժվեն։ Այդ նույն քննիչը, որը այս գործընթացը սկսել է, այս կեղծ գործընթացը, որ իբրև թե դատարան են վիրավորել, խուլիգանություն են արել եւ այլն, Մատ գնա այդ խուլիգաններին, որ ազգային ժողովում այդ գլխավոր գերագույն խուլիգանը, որ այն օրը գոռում բղավում էր, չգիտեմ ինչ խոսքեր էր ասում, մատ գնա դրա գիրքը բաց, այդ գիրքը այդ քոբոստիկաններին ասա թող մի հատ ուսումնասիրեն, կամ ես եմ քեզ հաղորդում հիմա ներկայացնում։ Այդ երկրի հակառակ կողմը գիրքը բաց ու տես ինչ խուլիգանական հայտարարություններ են մեջը արվել, ում կողմից, այդ քո Նիկոլ Փաշինյանի կողմից։ Մի հատ բաց կարդա այդ գիրքը բոլորի նկատմամբ, այդ թվում կին դատախազների նկատմամբ, ինչեր է նա գրել, ինչ խուլիգանական արտահայտություններ է արել եւ ինչ բռնության կոչեր է արել։ Նա դրան կարդա եւ գնա գործառույցի եւ բացի այդ, մտ հիշի, կարող եմ հիշացնել։ Եթե պետք է կարող եմ տեսաձայնագրությունները քեզ ուղարկել, այն որ գոռում բղավում էր, որ պետք է դատարանները շրջափակի, այն որ դատավորները վնգստացող են, բայց դրա նկատմամբ ինչի՞ չէ խուլիգանություն, խուլիգանայության համար մեղադրանք առաջադրում եւ գնում ձերբակալման որոշման ներքո տանում դատարան։ Մեկ դա արա, թե չես համարձակվում։ Վախում ես այդ գժի կագեբեի բացված պատվալները քեզ գցեն։ Տիկին Փոստանջյան, գոյություն ունեն տարբեր ՀԿ-ներ, գոյություն ունի մի